Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar։ Հիմա ձեզ սովորեցնելու եմ չարաճճիություն անել։ Եթե պետք է նախուտեստ պատրաստեք գինու համար կամ ինչ-որ ըմպելիքի համար եւ այսպես հյուրեր ընդունեք, բայց չեք ուզում դրա համար շատ ռեսուրսներ ծախսել, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Վերցնում ենք մեր բոլորի սիրելի ավանդական կրակովյան 1 երշիկ, վրան գծեր ենք անում, վերցնում ենք խոհարարական յուղաթուղթը, կրակովյան երշիկը տեղավորում ենք դրա վրա, հետը դնում ենք մի քանի պճեղ սխտոր, հետը դնում ենք մի քանի ճուղ անուշաբույր կանաչեղեն, ես օրինակ հազրեվարդ եմ դնում, չոր ուրց եմ դնում, փաթաթում ենք, կապում ենք և ուղարկում ենք ջեռոցը։ Պատրաստ է, կարող եք 200 աստիճան, 15 րոպե, ամբողջովին բավական է։ Հիմա տեսեք ինչ գեղեցկություն է ստացվել։ Աննկարագրելի բույր ունի։ Եկավ այն հաճելի պահը, երբ ես պետք է հայկական մթերքով որևէ համեղ ուտեստ պատրաստեմ։ Ինչպես գիտեք, Արտեր ընկերությունը իմ սիրելի գործընկերն է դարձել եւ իմ ընտանիքի անբաժան մի մասնիկը։ Ասեմ, որ Արտեր բրենդը ստեղծողները ոգեշնչվել են հայկական բնությունից, արտերից, դաշտերից, լեռներից եւ նույնիսկ, եթե նկատեք, փի վրա կարող եք գտնել տոպոգրաֆիկ քարտեզը հենց այն տեղանքի, որտեղ որ աճեցվում են այս մշակաբույսերը, հաճար, կանաչ ոլոր, դեղին ոլոր, սիսեր եւ երկու տեսակի ալյուր, ցորենի ալյուր ամբողջահատիկ, ես կսկսեմ ամբողջահատիկով տարբեր բաներ պատրաստել հաղորդումների ընթացքում եւ հաճարի ալյուր ամբողջահատիկ։ Այսօր պատրաստելու եմ հաճարով ռիզոտո։ Ինձ անհրաժեշտ է սունկ, սոխ, ձիթայուղ, սերուցք, պարմեզան պանիր եւ իհարկե հաճար։ Դուք կարող եք հաճարը կամ գիշերը թրջել կամ պարզապես մի փոքր առանձին եփել, հետո նոր ավելացնել։ Ես այդպես էլ կանեմ։ Կացայի մեջ լցնում եմ ձիթայուղ։ Տապակում ենք սոխը։ Այդ ընթացքում կտրատում եմ սունկը։ Ավելացնում եմ մանրացրած սունկը։ Սունկը եւ սոխը տապակվել է, կարող եմ ավելացնել հաճարը, իդեպ պարտադիր չեք համել, նույնիսկ եթե ջրից մի փոքր հետը լցնենք, բացարձակ խնդիր չէ, որտեղ հաճարը պետք է լավ եփվի։ Ավելացնում եմ մոտ 100 մլ սպիտակ գինի։ Ավելացնում եմ սերուցքը։ Տեսեք ինչ, այսպես սերուցքային, նուրբ, զանգված ստացվեց։ Չենք մոռանում առատ պարմեզանի մասին։ Սև պղպեղ եւ զարդարում եմ վերջում սնկով, մի կաթիլ էլ բուսայուղ։ Շատ համեղ է, շատ համեղ մի հատ։ Պատրաստելու եմ խնձորը ջեռոցում։ Զենքերը նախապատրաստում ենք։ Խնձորը մեջ տեղից կիսում։ Կեղևը մաքրում ենք։ Ահա, տեսնում եք, խնձորը մաքրել եմ, կիսել եմ, հանել եմ կորիզները, կեղևը, հիմա պետք է այսպես հովհարի նման շերտերի բաժանենք, բայց այնպես, որ չառանձնանա մեկը մյուսից։ Հիմա առանձին ափսեի մեջ լցնում ենք շաքարավազ, դարչին, մի փոքր մշկ ընկույզ, ընկույզը ծեծում ենք, ավելացնում ենք նաև ընկույզ, ավելացնում եմ նաև մի փոքր կոնյակ և հիմա փորձում ենք խնձորը, որքան հնարավոր է ընկույզները շերտերի մեջ մտցնելով, հանել մեր այս հրաշք և համեղ խառնուրդով։ Պատրաստելու եմ հեշտ, շատ հեշտ, չափազանց հեշտ ոսպով տաք աղցան
Դե իհարկե սկզբում դնելու ենք ոսպը խաշվի։ Ես օգտագործում եմ արտերընկերության ոսպը։ Ինչն է ինձ հետաքրքրում, որ տուփի վրա մենք տեսնում ենք, թե ինչպես է սերմը արտերից հասնում մեր սեղան։ Ահա, սկսում է սերմից, հետո հողային աշխատանքներն են արվում, դրանից հետո արտադրություն է մտնում, որից հետո հասնում է մեզ սպառողին, այնպես որ դուք ամբողջ ցիկլը այստեղ տեսնում եք եւ հաճելի է, որ աճեցված է եւ արտադրված է հենց Հայաստանում։ Ոսպը պետք է խաշել, ինչպես արդեն ասացի։ Այս ընթացքում կտապակեմ սոխը։ Քերում եմ սխտոր, խոշոր քերիչով քերում եմ գազարը եւ տապակում ենք նաեւ գազարը։ Տապակվող գազարի, սոխի եւ սխտորին ավելացնում եմ չոր դաղց։ Եվ կտրատում եմ բեկոն, որ տապակեմ եւ վրան ավելացնեմ վերջում։ Եվ խաշած ոսպը ավելացնում ենք թավայի մեջ։ Եվ սկսում եմ մատուցել։ Կարող եք եւ տաք մատուցել եւ սառը։ Թարմ կտրատած համեմ եմ ավելացնում, դնում եմ տապակած բեկոնի կտորները։ Պատրաստելու եմ միսը միլանյան ձևով։ Սովորաբար սա անում են հորթի մսով, բայց ես որոշել եմ օգտագործել մեր հայկական խոզի չալաղաջը։ Ոսկորը այսպես առանձնացնում ենք մսից, բայց չենք կտրում, եւ միսը պետք է ծեծել, ահա այսպես։ Միսը համեմ եք ձեր նախընտրելի ձևով, աղ, պղպեղ, կանաչիներ, ինչ որ ցանկանաք։ Ինձ անհրաժեշտ է ալյուր, հավկիթ եւ չորահացի փշրանք։ Ինքս եմ պատրաստել։ Սկզբից թաթախում եմ ալյուրի մեջ, հետո հարած հավկիթի մեջ եւ վերջում չորահացի փշրանքի մեջ։ Եվ մատուցում ենք։ Կարող եք մատուցել ձեր նախընտրած խավարտով կամ աղցանով։ Ես մատուցելու եմ թեթև աղցանով։ Հիմա պատրաստելու եմ պաղպաղակ եւ վստահ չեմ, որ ստացվելու է ինձ մոտ։ Եկեք փորձենք։ 100 գրամ շաքարավազը եւ 2 ձվի դեղնուց հարում ենք։ Իդեպ ես պատրաստում եմ 4 հոգու համար, դուք կարող եք անել կրկնակի 8 հոգու համար։ Հարում ենք հարիչով։ Բարձր յուղայնությամբ սերուցքը 30-ից 35% խտությամբ լցնում ենք կաթսայի մեջ 200 մգ։ Սերուցքի վրա ավելացնում եմ նաեւ 75 մգ կաթ։ Հենց սկսում է եռալ, չենք դադարում հարելը դեղնուցը, բարակ շիթով լցնում ենք մեջը սերուցքը եւ կաթը։ Հարվել են միասին դեղնուցը, սերուցքը, շաքարավազը, կաթը եւ հիմա պետք է մարմանդ կրակի վրա եփենք։ Եվ ես ունեմ պատրաստ մանգոյի պյուրե, խյուս, ավելացնելու եմ արդեն այս զանգվածին եւ շարունակելու եմ խառնել։ Եվ հովանալուց հետո դնում ենք սառցարանը։ Որպես նախուտես պատրաստելու եմ շատ համեղ կրեկերներ, աղի, կծու եւ սոխով։ Կարող եք մատուցել եւ գարեջրի հետ, կարող եք մատուցել եւ գինու հետ եւ պարզապես հենց այնպես վայրել, խրթ-խրթացնել։ Իդեպ կարող եք որոշակի համեմունքներից զերծ մնալ եւ նաեւ երեխաներին հյուրասիրել, օրինակ չիլի կծու պղպեղից։ Պատրաստելու եմ ցորենի ամբողջահատիկի ալյուրով, իհարկե ես օգտվում եմ արտերընկերության ցորենի ամբողջահատիկի ալյուրից եւ մնացած բոլոր այն մթերքներից, որ ընկերությունը այսօր ներկայացնում է։ Հատիկավոր մշակաբույսերը աճեցվում են եւ արտադրվում են Հայաստանում։ Իդեպ արտերը սերվել է մեր երկրի երկրագործական ավանդույթների ուսումնասիրությունից եւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեռևս 1909 թվականին Ծաղկուն գյուղի շրջակայքում աճեցվել են հաճար, ցորեն, գարի, կտավատ եւ կարտոֆիլ։ Եվ ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ այդ ժամանակ չեն օգտագործվել որևէ քիմիական նյութեր, պարարտանյութեր եւ թույլ են տվել, որ 3 տարին մեկ հողը հանգստանա։ Եվ այսօր էլ ավանդույթները շարունակվում են իհարկե։ Անցնեմ գործի։ Ինձ անհրաժեշտ է 250 գրամ ցորենի ամբողջահատիկի ալյուր։ Ունենք 250 գրամ ալյուր մեր տարայի մեջ։ Ինձ անհրաժեշտ է 1 կարմիր սոխ։ Մանրացրած սոխը ավելացնում եմ ալյուրին։ Իդեպ եթե սոխը մեծ կլինի, կեսը ավելացրեք, մոտ 2 ճաշի գտալ։
Ավելացնում ենք նաև մանրացրած մաղադանոս, 2 ճաշի գդալ քունջութի սեր, սև պղպեղ, չիլի կարմիր պղպեղ, ահացած չամանի սերմեր, չորացրած կանաչ հեղեն, ավելացնում եմ նաև զիրա, ծեծում եմ, հետո եմ ավելացնում, իդեպ եթե զիրայի հայերեն տարբերակը գիտեք, կխնդրեմ ինձ էլ օգնեք, որ իմանամ, գրեք մեկնաբանությունների մեջ։ Կես գդալ սոդա, խառնում ենք, առանձին տարայի մեջ լցնում ենք 1.5 գդալ մածուն, 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, ավելացնում ենք և 110 մլ տաք ջուր և այսպես դանդաղ պիտի խառնենք, տեղափոխում ենք ավելի հարթ տարածության վրա և փորձում ենք բացել։ Հիմա արդեն կտրատում եք այնպես, ինչպես որ սիրում եք։ Տեղափոխում ենք թավայի վրա, յուղաթուղթ եմ դրել։ Պատառաքաղով ծակծկում ենք մեր կրեկերները և խոշոր աղ եմ ավելացնում վրայից։ Իմ գեղեցիկ ու համեղ կրեկերները թխում եմ 170 աստիճան ջերմությամբ։ Ամբողջահատիկի ալյուրով պատրաստված իմ կրեկերները պատրաստ են։ Պատրաստելու եմ շատ համեղ լոլիկով և ծնեբեկով աղցան, իդեպ ծնեբեկը կարող եք փոխարինել նաև կանաչ լոբով։ Ես արդեն չերի լոլիկները լվացել եմ, հիմա պետք է կեղևը հանենք։ Դրա համար ինձ պետք է եռացրած ջուր։ Ես օգտագործում իհարկե հայկական ծնեբեկ Դավթյանց ֆարմից, օրգանական ծնեբեկ է, արագ սառեցրած մեթոդով է մշակումը անցել։ Շատ հաճելի է իհարկե իմանալ, երբ Հայաստանում աճեցված ծնեբեկ է, եւ հաճելի է իհարկե, որ ծնեբեկը այլևս այդքան թանկ չէ, ինչքան այն ժամանակ, երբ ներմուծում էին։ Տեսեք ինչ հրաշալի ծնեբեկ է։ Լոլիկը արդեն կարող եմ հանել եւ հենց նույն ջրի մեջ մի քանի րոպե կեփեմ ծնեբեկը։ Թավայի մեջ լցնում եմ ձիթայուղ, 2-3 պճեղ սխտորը, տապակում եմ ձիթայուղի մեջ։ Գունավոր փոքրիկ պղպեղ, մի քանի տերև թարմ նանա, տեսեք թե ինչ հեշտ է առանձնանում լոլիկի կեղևը եւ ավելացնում եմ չերի լոլիկները։ Ավելացնում եմ նաեւ ծնեբեկը, շատ զգուշ խառնում ենք, անջատում ենք, ավելացնում ենք քացախ, աղ եւ պղպեղ, զգուշ այսպես խառնում ենք, կարող եք մատուցել եւ տաք, եւ սառը, ավելացնում եմ նաեւ բազիլիկի թարմ տերևներ եւ մոցարելայի մեկ գնդիկ, այսպես։ Ես ավելացնում եմ նաեւ մեկ կաթիլ կծու ձիթապտղի յուղ։ Պատրաստելու եմ շատ համեղ մսի գնդիկներ կարմիր գինու սոուսի մեջ։ 2 պճեղ սխտոր եմ քերում եմ պարմեզան պանիր, վերջանում է պարմեզանս։ 1 հավկիթ, սև պղպեղ, աղ եւ թարմ մաղադանոս մանր կտրատած։ Եվ իհարկե դիմում ենք ձեռքերի օգնությանը։ Փոքրիկ գնդեր ենք անում եւ սկսում ենք թաթախել ալյուրի մեջ։ Տաք ձիթայուղի մեջ սկսում եմ տապակել։ Եվ ավելացնում կարմիր անապակ գինի, ես փոքրիկ տակառն եմ վերցրել Armenia Wine-ի, 187 մլ է, այսինքն կարող եք նաև այս փոքր տարբերակները խանութից գնել։ Վերջ պատրաստ է, մնում է մատուցել։ Եվ թարմ մաղադանոս վրայից էլ։ Պատրաստելու եմ կիվիով հեշտ, շատ հեշտ նախուտեստ աղցան, հետևեք ինձ։ Կիվին բարակ կտրատում ենք, բարակ, դասավորում ենք ափսեի մեջ, վրան ավելացնում ենք ռիկոտա պանիր, իդեպ հայկական արտադրության ռիկոտա է, մի քանի տարբեր ընկերություններ ունեն, հանգիստ կարող եք գնել տեղականը, վրան ավելացնում եմ բոված ընկույզ, մի փոքր աղ, համերը ավելի ակտիվացնելու համար,
եւ միկրոկանաչիներ։ Դուք կարելի է նույնիսկ ռուկոլա հետը դնել կամ ցանկացած կանաչի, որը ձեր քիմքին ավելի հարազատ է։ Ուրախությամբ ուզում եմ ասել, որ բոլոր այն ընկերությունները, ովքեր զբաղվում են արևային կայանների վաճառքով, կարող են արդեն մեծածախ գնումներ կատարել Ital Solar ընկերությունից։ Այսուհետ դուք կարող եք մեծածախ ձեռք բերել արևային կայանների համար նախատեսված բոլոր բաղադրիչները։ Սանկետ Վահանակ, առավել եւս որ Ital Solar-ը այս ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այնպես որ այն ամեն ինչ պետք է անեիք 3 ամսվա ընթացքում եւ բազմաթիվ դժվարություններով կարող եք իմանալ ընդամենը 1 ժամում։ Այնպես որ վստահեք իմ սիրելի գործընկեր Ital Solar-ին։ Ital Solar ժամանակն է անել ավելին։ Պատրաստելու եմ իտալական նյոկի։ Ինձ անհրաժեշտ է կես կիլոգրամ խաշած մաքրած կարտոֆիլ, պետք է խյուսի վերածել կարտոֆիլը, 1 ճաշի գտալ ձիթապտղի յուղ, աղ, այնքան հեշտ է պատրաստելը, անգամ չեք պատկերացնում, եւ 150 գրամ ալյուր։ Քանի որ իմ սիրելի հյուրերը միս չեն օգտագործում, դրա համար այս անգամ մեր հիմնական ուտեստը կլինի հենց նյոկին սերուցքային սոուսով։ Երբ խմորը արդեն պատրաստ է, փոքրիկ գնդերի ենք վերածում եւ ահա այսպես երկար գլանակներ ենք ստանում ամեն գնդից։ Հետո այսպես փոքրիկ կտորների ենք բաժանում մեր նյոկիները։ Ես արդեն ջուրը եռացրել եմ, հիմա պետք է մի փոքր աղանեմ եւ նյոկին եփեմ։ Ընդամենը 1-2 րոպե, ոչ ավել։ Եռալուց 2 րոպե հետո նյոկին հանում ենք եւ լցնում ենք մեր սոուսի մեջ։ Սոուսը ըստ ձեր ցանկության։ Ես այս անգամ պատրաստել եմ սերուցքով, գինով, կիտրոնով սոուս։ 1 րոպե էլ թողնում ենք սոուսի մեջ եւ մատուցում ենք։ Ավելացնում եմ մի փոքր լիմոնի քերոկ եւ իհարկե առատ պարմեզան։ Շատերը պահքի մեջ են եւ անդադար մտածում են ինչպես քաղցրի զգացողությունը հագեցնել։ Ես առաջարկում եմ հրաշալի, հեշտ, օգտակար, համեղ բաղադրատոմս։ Ինձ անհրաժեշտ է կաթ, ես վերցրել եմ սոյայի կաթ, որը կարելի է պահքի շրջանում օգտագործել։ Կես բաժակ սոյայի կաթ, յուրաքանչյուր բաժակի մեջ ավելացնում եմ 2 թեյի գտալ չիայի սերմ, ավելացնում ենք բանան, ավելացնում եմ յուրաքանչյուր բաժակի մեջ եւ դնում ենք 2 ժամ սառնարան։ Սառնանից հանելուց հետո, երբ արդեն չիան իր գործը արած կլինի, կաթը ավելի խիտ կդառնա, որովհետեւ դոնդողի էֆեկտ է ունենալու, սկսում ենք քաղցրացնել եւ ել ավելի համեղացնել հատուկ ջեմերով։ Ես օգտագործում եմ Saint Dalfour ջեմերը, որովհետեւ հրաշալի տեսականի ունի եւ շատ յուրահատուկ միքսեր։ Ջեմերը քաղցրացված են միայն խաղողի եւ մրգային հյութերով, առանց գլյուտեն, առանց եղեգնաշաքար, առանց GMO, առանց արհեստական կոնսերվանտների, առանց արհեստական գունանյութերի, առանց արհեստական բուրավետիչների, առանց արհեստական քաղցրացուցիչների։ Առաջինը պատրաստելու եմ նուռ եւ ազնվամորի միքսով։ Երկրորդը մարակույա եւ մանգո։ Իսկ երրորդը լորամիրգ եւ հապալաս։ Զարդարում եմ դաղցի թարմ տերևներով։ Ես ինձ երջանիկ եմ զգում ամեն անգամ, երբ պիտի խոսեմ Հայաստանում աճեցված, արտադրված ցանկացած մթերքի մասին եւ արդեն տևական ժամանակ է ես իմ ընտանիքի համար պատրաստում եմ բացառապես օրգանական հատիկավոր մշակաբույսեր արտեր ընկերությունից, հիշեցնեմ, որ ունենք դեղին ոլոր, ունենք ոսպ, ունենք սիսեր, ունենք կանաչ ոլոր եւ իհարկե հաճար, ինչպես նաեւ չմոռանանք ցորենի եւ հաճարի ամբողջահատիկի ալյուրի մասին։ Իդեպ, եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր գիտեն, թե դեղին ոլորից էլ ինչ կարելի է պատրաստել, բացի այն, ինչ որ ես ցույց եմ տվել, ես շատ ուրախ կլինեմ, եթե ինձ գրեք բաղադրատոմսեր, որովհետեւ այ օրինակ դեղին ոլորի մասին անընդհատ մտածում եմ, բայց չեմ պատկերացնում ինչ կարելի է էլ պատրաստել, որ լինի ոչ շատ ավանդական, նոր եւ հետաքրքիր։ Իսկ այսօր ես պատրաստելու եմ ձեզ համար սիսերով եւ կարմիր բազուկով հումուս։
Ավելացնում եմ նաև արդեն նախապես խաշած բազուկը, ավելացնում եմ ձիթայուղ, 1 կիտրոնի թարմ քամացյուտ, 2 պճեղ սխտոր, մոտարպես 4-5 գթալ թահին, աղ, չնայած ես սերը խաշելիս մի փոքր աղով էի խաշել, բայց մի փոքր կարծես անհրաժեշտություն զգացվում է աղի, ավելացնում եմ մի քիչ քիմիոն, մատուցում ենք, չենք մոռանում ավելացնել թարմ ձիթայուղ, պատրաստելու եմ հավի կրծքամիս, բայց այսպես հունական նոտաներով, շեշտադրությամբ, այնպես որ կարելի է նույնիսկ այս պարզ հասարակ կրծքամիսը, եթե ճիշտ համադրենք եւ նոր համեր փնտրենք, պատրաստել շատ յուրահատուկ ձևով։ Սկսեցինք։ Տաքացնում եմ թավան, որի մեջ ձիթայուղ կա։ Հավի կրծքամսի վրա գծեր ենք անում։ Աղ, պղպեղ, համեմունքներ, օրեգանո, կիտրոն, կարող եք ավելացնել ինչ որ ունեք եւ ինչը որ մոտ է հունական խոհանոցին։ Ես ձաձիկի եմ պատրաստել, հետո մի օր առանձին ես կպատրաստեմ ձաձիկի, կտեսնեք թե ինչպես են դա անում։ Ձաձիկին քսում ենք հավի միայն մի կողմի վրա, կրծքամսի, այն կողմի վրա, որը որ դնելու ենք հիմա թավայի մեջ։ Հիմա տապակելու ենք։ Հիմա մեզ պետք է շատ սոխ, որքան տարբեր լինի սոխը, այդքան լավ։ Ունեմ եւ կարմիր սոխ, եւ դեղին սոխ, երբ արդեն կարմրում է մի կողմը, հանում ենք թավայից եւ սոխը լցնում ենք թավայի մեջ։ Մի քանի վայրկյան կտապակենք, հետո կասեմ։ Հավի կրծքամիսը հետ ենք դնում սոխի վրա, քամված կիտրոնը դնում ենք հետը եւ տեղափոխում եմ ջեռոցը։ Չենք մոռանում մեր ձաձիկի մասին, սոխի մասին էլ չենք մոռանում եւ վրան դնում ենք հավի կրծքամիսը։ Կարող ենք նաեւ հետնել կիտրոնի կեղևը դնել։ Պատրաստելու եմ շատ հեշտ, գեղեցիկ, օգտակար աղցան, որը ունի թագուհի բաղադրիչ, բայց դա վերջում։ Ինձ անհրաժեշտ է այսբերգ կաղամբ, կարող եք ցանկացած կաղամբով անել, սա պարզապես իմ ամենասիրելի կաղամբն է, որտեղ շատ թեթև է, նուրբ է, եւ քանի որ կաղամբը շատ նուրբ է, կարող եք հանգիստ կտրատել մեծ։ Ինձ անհրաժեշտ է նեխուր։ Իհարկե լվանալու եմ։ Ավելացնում եմ վարունգ, բոխկ, ավելացնում եմ նաև խնձոր։ Խորհուրդ իմ կողմից փոքրիկ հնարք, երբ կտրատում եք խնձորը, մի փոքր վրան կիտրոնի հյութ ցողեք, որպեսզի չսևանա։ Հիմա պատրաստեմ սոուսը։ Սկսեմ հենց աղցանի թագուհուց, կտավատի յուղ արտեր ընկերության կողմից։ Կտավատի յուղը սառը մզվածքի է, հետևաբար կարող եք օգտագործել սառը խորտիկների համար, պատվիրում եք արտեր ընկերության Facebook-ի կամ Instagram-ի էջում եւ անհատական ձեզ համար մզվում եւ ուղարկվում է, քանի որ պահպանման ժամկետը գիտեք, որ շատ կարճ է եւ պետք է պահել սառնարանում, դրա համար ոչ թե պատրաստում են, պահում եւ դնում վաճառասրահներում, այլ մզում են հենց ձեր պատվերի համաձայն։ Իդեպ այս կտավատի յուղը, ի տարբերություն այն կտավատի յուղերի, որոնք ունեն տհաճ համ կամ հոտ, սա բացարձակ առանց հոտի է եւ շատ համեղ, կարող եք ամեն առավոտ 1 գթալ կուլ տալ։ Եվ իհարկե ունեմ հենց թարմ կտավատի սերմեր, որոնցով էլ իմ աղցանը կզարդարեմ։ Ոսկե կտավատն է սա, շատ օգտակար։ Սոուսի համար ինձ անհրաժեշտ է կտավատի յուղ, աղցանի թագուհին։ Մի հատ տեսեք ինչ գույն ունի։ 1 գթալ դիժոնյան մանանեղ, աղ, սև պղպեղ, մի փոքր էլ կիտրոնի հյութ, 1 գթալ մեղր եւ խառնում ենք։ Ավելացնում ենք սոուսը եւ նուրբ, շատ նուրբ խառնում ենք։ Մի քանի կաթիլ ավելի վառ համ ստանալու համար կավելացնեմ կրկին կտավատի յուղ եւ ոսկե կտավատի սերմեր։
Պատրաստելու եմ տնական հավը ջեռոցում։ Մատուցելու եմ շատ հետաքրքիր ձևով, այնպես որ նայեք մինչև վերջ։ Տնական հավի երկար փնտրտուքներից հետո վերջապես գտել եմ այն հավիկը, որը որ շատ համեղ է եւ չունի ձիգ միս, իսկ դուք գիտեք, որ ձիգ միս ունենում է, եթե հավի տարիքով մեծ է լինում եւ սխալ կեր է ուտում, բայց ողջաբերդ ընկերությունը այսուհետ նաեւ առաքում է կազմակերպելու, իդեպ հավիկներին պահում են բնական կերով, բնական պայմաններում, հենց ողջաբերդ գյուղում, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման, որ պատվիրեք հեռախոսահամարը ներքևում։ Ինչ է պետք անել։ Համեմում ենք հավը այնպես, ինչպես սիրում եք։ Հիմա շատ կարևոր փոքրիկ էլեմենտ։ Թրջում ենք ջեռոցի համար նախատեսված յուղաթուղթը։ Լվացքս թռը։ Ծածկում ենք հավը։ Եվ մոտ 2 ժամ դնում ենք ջեռոցը, բայց շատ կարևոր է 150 աստիճանից ոչ բարձր պետք է լինի տաքությունը։ Հիմա եկավ ամենահետաքրքիր պահը։ Ես ածուխ ունեմ, այսպես հենց դնում ենք հավիկի կողքը, ածուխի վրա դնում եմ ուրց, հազրեվարդի ճյուղեր եւ փակում ենք, որ ծխահարվի։ Մեր հավիկը ծխահարվեց, ծխի նուրբ համ կունենա արդեն։ Եկավ քաղցրավենիքի ժամանակը, սա իմ ամենասիրելի հատվածն է եւ հիմա համեղ դեսերտ եմ պատրաստելու։ Իդեպ, հիմա շատ-շատերի բնակարաններում կան ճարպաջեռոցներ, անգլերենով air fryer, ռուսերենով aerogrill, իսկ հայերեն տարբերակը ճարպաջեռոցն է։ Եվ իմ սիրելի Ջիմի Օլիվերը հատուկ գիրք է թողարկել բոլոր այն բաղադրատոմսերի համար, որ հնարավոր է պատրաստել հենց ճարպաջեռոցում։ Եվ ես այս բաղադրատոմսը ընտրել եմ հենց այստեղից։ Պատրաստելու եմ ըստ իմ սիրելի Ջիմի Օլիվերի գրքի արքայախնձորով տախտատան։ Ճարպաջեռոցի մեջ տեղավորում եմ պահածոյացված արքայախնձորը։ Դնում եմ ճարպաջեռոցը 200 աստիճանով։ Մինչ արքայախնձորը ջեռոցի մեջ է, ես սարքեմ համովիկ սոուս, որ կգցեմ խմորի վրա։ Ձեր նախընտրած ջեմից մի քանի գդալ դնում եք ափսեի մեջ, 1 գդալ լցնում եմ արքայախնձորի հյութից, որ ավելի թույլ լինի իմ ջեմը։ Երբ արքայախնձորը մի փոքր կարմրում է, շրջում ենք, վրան լցնում եմ բոված մանրացրած ընկույզ, կարող եք նուշով էլ անել, շատ համեղ կլինի։ Կտրում ենք խմորը ջեռոցի չափով, վրան քսում եմ ջեմը եւ արքայախնձորի հյութը եւ զգուշորեն տեղավորում ենք արքայախնձորի վրա։ Աշխատեք կողքերը դեպի ներս դնել, որովհետեւ հետո շրջելու ենք։ Եվ կրկին 200 աստիճանով դնում եմ ճարպաջեռոցը։ Թխվեց, մնում է մատուցեմ պաղպաղակով։ Մի փոքր մշկընկույզ եւ դարչին կանենք։ Մատուցելու եմ պաղպաղակով, պաղպաղակը թաթախում ենք կոկոսի փշրանքի մեջ եւ մատուցում ենք այսպես։ Չնայած պատմական տարբեր իրադարձություններին, ողբերգություններին հայ ազգը շարունակում է ապրել եւ արարել եւ իհարկե կառուցել տուն։ Իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը առաջարկում է հատուկ ապառիկ արտոնյալ պայմաններով Ինեկո բանկ ընկերության հետ միասին։ 48-ամսյա հատուկ ապառիկի առաջարկ, որի առաջին 18 ամիսը դուք կվճարեք 0% միայն մայր գումարը։ Հետագա 30 ամիսների ընթացքում 0.8% ամսական սպասարկման գումար եւ 18% տարեկան տոկոսադրույք։ Վճարեք խելացի եւ կառուցեք վստահությամբ իմ սիրելի Վալան գրուպ ընկերության հետ միասին։ Քանի որ իմ հյուրը Տավուշից է, նա Այգեձոր գյուղում է մեծացել, վստահաբար նրա քինքին շատ մոտ եւ հարազատ է սինդրիկը եւ դրա համար ես կպատրաստեմ նրա համար սինդրիկ։ Մի քանի րոպե եփում ենք սինդրիկը։ Գցում եմ եռացրած ջրի մեջ։ Մինչ սինդրիկը եփվում է, նախապատրաստեմ մյուս բաղադրիչները։ Ինչպես տեսնում եք, ես կտրատում եմ բազուկի տերևների ցողունները։
Ժողովրդի լեզվով ասած ճավը։ Մոտ 3 րոպե է ֆում սինդրիկը, որից հետո ես տեղափոխում եմ անմիջապես սառը ջրի մեջ, նույնիսկ սառույց է մեջը գցել, որովհետև գույնը կարող է փոխվել եւ անուշ կանաչ չլինի, եթե չդնեք սառը ջրի մեջ։ Հիմա աղ ենք անում սինդրիկի վրա, ձիթայուղ, խնձորի քացախ, մանրացրած բազուկը եւ նուռ։ Մատուցելու եմ խնձորով։ Վերադառնանք 1909 թվական։ Ուսումնասիրություններ են արվել եւ ապացուցվել, որ դեռևս այդ թվականին Ծաղկուն գյուղի շրջակայքում աճեցվել են ցորեն, գարի, կտավատ, կարտոֆիլ։ Այդ տարիներին 3 տարին մեկ թողնում էին, որ հողը հանգստանա, հետո նորից սկսում էին աշխատել։ Ավելին, չկար պարարտանյութ եւ ամբողջ բերքը բնական էր եւ օրգանիկ։ Այսօր էլ արտեր ընկերությունը պահպանում է բոլոր կանոնները, որ կային 1909 թվականին եւ մենք ստանում ենք եւ մեր սեղանին է հասնում հենց բնական եւ օրգանական մթերք։ Ընկերությունը ներկայացնում է սիսեր, հաճար, դեղին ոլոր, կանաչ ոլոր, ինչպես նաեւ ոսպ, ամբողջահատիկի ցորենի եւ ամբողջահատիկի հաճարի ալյուրներ, ինչպես նաեւ կտավատի բուսայուղ։ Այնպես որ ես իմ ընտանիքին առաջարկում եմ հենց այս ընկերության մթերքները, խորհուրդ եմ տալիս։ Եվ այսօր պատրաստելու եմ վանա խաշ հենց արտեր ընկերության ոսպով։ Ես արդեն ոսպը եփել եմ դափնուտերևով, խնձորով, սխտորով, շատ համեղ է ստացվում։ Հիմա մնացած բաղադրիչները կպատրաստեմ։ Հիմա պետք է պատրաստեմ մածունով զանգվածը, ես գիտեմ, որ չորաթանով տարբերակն է ճիշտը, բայց առաջարկում եմ իմ տարբերակը։ Դուք էլ կարող եք ձեր բաղադրատոմսը ինձ տալ։ Հիմա պետք է քամած մածունը բացենք, քիչ-քիչ ջուր ավելացնելով։ Աղ ենք ավելացնում մածունի վրա եւ սխտոր։ Սխտորով, աղով բացված քամած մածունը դնում ենք կրակի վրա եւ տաքացնում ենք, չենք եռացնում, մինչև եռալը պետք է անջատել։ Հիմա պետք է տապակել ղավուրման։ Ղավուրման հանում ենք, մանրացնում ենք եւ հենց նույն յուղի մեջ տապակում ենք կարմիր սոխը։ Սկսում եմ մատուցել վանախաշը իմ տարբերակով։ Բնակի ներքևի հատվածում դնում ենք մածունը, վրան դնում եմ լավաշով պատրաստած իմ պնակը, դնում ենք եփված ոսպը, վրան ավելացնում ենք կրկին մածունով խառնուրդը, վրան մանրացրած տապակած ղավուրման, վրան լավ կարմրացրած սոխը, վերջում հենց նույն յուղի մեջ տապակում ենք չոր դաղցը, նանադաղ ենք անում եւ ավելացնում եմ նանադաղը։ Այսօր պատրաստելու եմ տնական գաթա։ Ես քանի որ ժամանակ չունեմ գաթայի երկար process-ը ինքս անել, պատվիրել եմ Ողջաբերդ ընկերությունից։ Ընկերությունը առաջարկում է տնական զամբյուղներ, որի մեջ մտնում է տարատեսակ, թարմ բնական մթերքներ, ես ներքևում կգրեմ, թե ինչեր կան զամբյուղի մեջ։ Ես գաթան հենց սառը վիճակում սկսում եմ թխել։ Գաթաները տեղավորում եմ յուղաթղթի վրա։ Իմ տնական զամբյուղի մեջ նաև տնական հավկիթ կար, մեկը պետք է կոտրեմ։ Գրեք մեկնաբանություններում, թե դուք գաթայի վրա թխելիս ինչ եք քսում, որ կարմրում է եւ գեղեցիկ է լինում։ Թխում եմ 180 աստիճանում, հիմա ժամ կպահեմ եւ կասեմ վերջում, թե քանի րոպեում թխվեց։ Գնացինք։ Հրաշալի է, միշտ պետք է սառցախցիկում ունենալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում շատ արագ ունենաք տաք համեղ տնական գաթա։ Քանի որ իմ հյուրը ռեստորատոր է եւ բացի այն որ նա կառավարում է իր բիզնեսները, նա նաեւ անդադար համտեսներ է իրականացնում։ Իդեպ նրա Instagram-յան էջում դուք կարող եք տեսնել, թե նա ինչպես է համտեսում, ինչպես է կարծիք ասում, եւ դա իհարկե մի փոքր պարտավորեցնող է, բայց հուսամ այսօրվա ճաշացանկս նրան պետք է որ դուր գա։ Առաջինը պատրաստելու եմ շատ հետաքրքիր նախուտեստ։ Պատրաստելու եմ դդմիկով եւ նարնջով շատ հեշտ թեթև նախուտեստ։ Իդեպ դդմիկը չենք տապակելու, չենք խաշելու, չենք եփելու, չենք թխելու, այլ օգտագործելու ենք հենց թարմ։
Լավ լվանալուց հետո ծայրերը կտրում ենք եւ կեղևը չենք հանում։ Բարակ շերտեր են մեզ անհրաժեշտ, բարակ։ Ափսեի մեջ դասավորում ենք դդմիկը։ Այնպես ինչպես սիրում եք կարող եք դասավորել, կարող եք տափակ դնել, կարող եք այսպես պտտել։ Հաջորդը պետք է նարնջի կեղևը հանենք։ Նարինջը բարակ շերտատում ենք։ Ավելացնում եմ կոտեմի տերևներ։ Կոտեմը հետաքրքիր նուրբ կծվություն կտա մեր նախուտեստին եւ մի փոքր էլ սամետ։ Աղ, բալզամիկ քացախ եւ վրան ավելացնելու եմ ոսկե կտավատի յուղ արտեր ընկերությունից, սա վերջին շրջանում իմ եւ իմ ընտանիքի ամենասիրելի մթերքներից մեկն է խոհանոցում։ Իդեպ նախապես պատվերով են միայն վաճառում, այսինքն չեք կարող գնալ եւ խանութից գնել։ Պատճառը այն է, որ ոսկե կտավատի յուղը սառը մզվածքի է եւ դրա պահպանման ժամկետը շատ կարճ է։ Հետեւաբար խանութներում ներկայացնելու եւ մթերքը, այսպես ասած, փչացնելու կարիք չկա։ Դրա փոխարենը դուք կարող եք արտեր ընկերության Instagram-ի կամ Facebook-ի էջին գրել եւ հենց ձեզ համար սառը մզվածքով տեղում կքամեն եւ կբերեն։ Եվ իհարկե դուք էլ կարող եք թե առավոտյան խմել եւ թե օգտագործել տարբեր աղցանների մեջ։ Պատրաստելու եմ պաստա բոլոնեզ եւ արդեն նախապատրաստվել եմ։ Այստեղ խորանարդաձև կտրատել եմ սպիտակ սոխը, սխտորը, ստեպղինը, գազարը եւ նեխուրը։ Հիմա պետք է տապակեմ։ Տաք բուսայուղի մեջ տապակում եմ այն, ինչ արդեն կտրատել եմ։ Ավելացնում եմ մանր կտրատած հազրեվարդ։ Երբ բանջարեղենը արդեն փափկած կլինի, ավելացրեք տավարի աղացած միսը։ Ես իհարկե օգտվում եմ Ողջաբերդ ընկերության մսամթերքից եւ պատվիրում եմ իմ ընտանիքի համար մեծ զամբյուղ, որի մեջ կա եւ տնական հավ, եւ ծեծած լանգետ, պատրաստի արդեն, եւ աղացած տավարի միս, բլիթներ, գաթա, հավկիթ, այնպես որ ձեզ եմ խորհուրդ տալիս, իսկ պատվերների համար հեռախոսահամարը կթողնեմ ներքևում։ 2 գտալ տոմատի մածուկ, ավելացնում եմ լոլիկը իր հյութի մեջ, պահածոյացված, մանրացրած կտրատած մաղադանոս։ Խենթանում եմ բազիլիկի կանաչ ռեհանի բույրի համար, ավելացնելու ենք նաև այս կանաչին։ Մի փոքր էլ ավելացնելու եմ չիլի պղպեղ, մի փոքր աղուսև պղպեղ եմ անում, բայց անպայման համատեսեք հետո, որովհետև լոլիկը աղովեր եւ կարող է շատ լինել, եթե չփորձեք։ Եվ ավելացնում եմ մոտ 100 մգ գինի։ Ավելացնեմ, թե խմեմ։ Իհարկե ավելացնեմ։ Եվ ավելացնում եմ չոր օրեգանո։ Մոտ 15 րոպե թողնում ենք սոուսը եփվի, իսկ այդ ընթացքում ես կեփեմ սպագետին։ Պաստան արդեն պատրաստ է, հիմա վրան ավելացնեմ արդեն բոլոնեզ սոուսը, այնքան ինչքան որ 2 հոգու համար անհրաժեշտ կլինի։ Մի փոքր չիլիով համեմված ձիթայուղ կավելացնեմ վրայից, չերի լոլիկներ եւ թարմ բազիլիկ։ Պատրաստելու եմ քաղցր քսուկ կրեմ, որը կարող եք եւ տորթերի համար օգտագործել, եւ որպես դեսերտ մատուցել ձեր հյուրերին եւ ընտանիքի անդամներին, եւ կարող եք ֆանտազիան այսպես աշխատեցնել եւ ինչպես ուզում եք մատուցել, շատ հեշտ է եւ շատ համեղ, շատ համեղ։ Ինձ անհրաժեշտ է սերուցք, վերցրել եմ հենց քաղցրավենիքի համար նախատեսված սերուցքը։ 500 մգ սերուցքին ավելացնում եմ մոտ 150 գրամ մասկարպոնե եւ բարակ շիթով ավելացնում եմ խտացրած կաթ։ Այսքան հեշտ եւ այսքան համեղ։ Սկսում եմ մատուցել։ Ես կրեմը մատուցելու եմ բալի հետ, բալը եփել եմ դարչինով եւ տարբեր համեմունքներով։ Պատրաստելու եմ թարխունով, տանձով աղցան, սփյուռքի իմ սիրելի ընկերներ, եթե կարոտել եք հայկական թարխունին, գրեք ներքևում։ Ինձ անհրաժեշտ է թարխուն,
ավելացնում եմ տանձ, ավելացնում եմ չամիչ, ավելացնում եմ ռիկոտա պանիր։ Ես ունեմ արտեր ընկերությունից ոսկե եւ շագանակագույն կտավատի յուղեր, որոնք թարմ սառը մզված են։ Եվ դուք չեք կարող սա խանութներից գնել, բայց իհարկե կարող եք ունենալ, եթե նախապես պատվիրեք հենց արտեր ընկերության Facebook-ի կամ Instagram-ի էջերում, ինչպես նաեւ ես կթողնեմ ներքևում հեռախոսահամարը։ Եվ ես այսօր կօգտագործեմ ոսկե կտավատի յուղը։ Ինչպես նաև արտեր ընկերությունը ինձ ուղարկել է հենց ոսկե կտավատ եւ ես հիմա կավելացնեմ իմ աղցանի վրա նաև ոսկե կտավատի սերմեր։ Իսկ մյուս համեմունքների մասին ընթերցեք ներքևում։ Ահա այսքանը։ Այսօր պատրաստելու եմ լանգետ շատ յուրահատուկ սոուսով։ Լանգետները պատրաստված են տավարի բարձրակարգ մսից, առանց հավելումների են, առանց համեմունքների եւ ինչպես տեսնում եք, ծեծված, պատրաստված, որ մի անգամից պատրաստենք։ Իդեպ լանգետները ես տապակում եմ կարագի եւ բուսայուղի մեջ եւ չեմ կարմրացնում, որովհետեւ սիրում եմ, որ լինում է հյութալի միսը, այնպես որ դուք կարող եք եւս չկարմրացնել։ Լանգետը տապակեցի, հանեցի եւ փայլատիթեղով ծածկել եմ, այս յուղից չեք հրաժարվում, սա ամենակարևորն է մեր սոուսի համար։ Սկսեմ պատրաստել։ Ինձ անհրաժեշտ է սև հատիկավոր պղպեղ, ինքը հենց սև պղպեղով սոուս է։ Կարևորը շատ չմանրացնեք, որ չդառնա փոշի։ Հենց այս յուղի մեջ ավելացնում եմ 2 խոշոր պտղունց ծեծած սև պղպեղ, մանրացրած սոխ եւ թողնում եմ մի փոքր տապակվի։ Ավելացնում եմ կոնյակ, 30 միլիգրամ եւ ավելացնում եմ սերուցք։ Ավելացնում եմ նաև մի փոքր բոված ընկույզ, աղ, սոուսը մի փոքր հարեմ, որ ավելի համասեռ լինի, դուք կարող եք չհարել, եթե չեք սիրում։ Պատրաստելու եմ նարնջով հեշտ, շատ հեշտ, չափազանց հեշտ կեքս։ Վերցնում ենք 140 գրամ շաքարավազ, վրանքերում ենք 1 նարնջի կեղև։ Ավելացնում ենք մի փոքր վանիլ եւ սկսում ենք ձեռքով այսպես միասին խառնել շաքարավազը, նարնջի կեղևի քերուկը եւ վանիլը։ Հանգիստ ենք թողնում շաքարավազը եւ նարնջի քերուկը եւ 120 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք։ Երբ կարագն արդեն հարել եք եւ լավ ճերմակել է, ավելացնում ենք շաքարով խառնուրդը։ Հատ ավելացնում եմ 3 հավկիթ, յուրաքանչյուրը հարելուց հետո նոր ավելացնելու եմ մյուսը։ Ավելացնում եմ 1 քամած նարնջի հյութը իմ շաքարավազի եւ կարագի վրա։ Ավելացնում եմ 220 գրամ ալյուրը եւ 10 գրամ փխրեցուցիչը։ Ես արդեն նախապատրաստել եմ տարան, որի մեջ թխելու եմ իմ կեքսը, հիմա ավելացնում եմ խմորը։ Թխում եմ 180 աստիճանում մոտ 40 րոպե։ Խնդրում եմ լավ կստացվեց, խնդրում եմ։ Նարնջով կեքսը պատրաստ է, իդեպ 30 րոպե անհրաժեշտ եղավ իմ ջեռոցում, այնպես որ ուշադիր եղեք։ Վախենում եմ։ Մի րոպե։ Այ։ Ես նարնջի օշարակ եմ պատրաստել, բաղադրատոմսը կարող եք ներքևում տեսնել եւ այդ օշարակը հիմա պետք է արդեն կսեմ իմ կեքսի վրա։ Ես սիրում եմ, որ խմորները մի փոքր թաց են լինում, կարող եք ամբողջովին լցնել վրան եւ զարդարել ինչպես ուզում եք։